Բարև ձեզ, ստացվել է այնպես, որ վերջին ժամանակներս, եթե խոսում ենք եկեղեցու մասին, սա դառնում է խոսակցություն պետության, քաղաքականության, օրենքի, իրավունքի եւ բարոյականության մասին։ Նախորդին ակտիվ քննարկումների առանցքում էր հայտնվել եկեղեցական կանոնագիրքը, տարբեր ընկալումներով եւ մեկնաբանություններով, այսօր առաջին պլանում հայտնվել է եկեղեցու դուռը, Հովանավանքի դուռը, ասում են Տեր Արամ Քահանա Ասատրյանը փոխել է փականը եւ փակել է եկեղեցու դուռը։ Վախենամ, թե իրականում փակվել է եկեղեցու եւ իշխանության ներկայացուցիչների երկխոսության դուռը։ Եկեղեցին, որ եղել եւ համարվել է մեր ազգային ինքնության հենասյունը, սյուներից մեկը, այսօր կարծես վերածվել է մի քաղաքական խաչմերուկի, որտեղ խաթվում են հավատքը, Մոսկվայի ստվերները եւ Երևանի նախընտրական տրամադրությունները։ Այսօր հենց այս մասին էլ խոսելու ենք։ Եկեղեցի, հավատք, իշխանություն, ընտրություններ, նախընտրական տրամադրություններ, Մոսկվայի դերակատարություն, ազդեցություն եւ քաղաքական դաշտի դասավորվածություն եւ հավասարակշռություն 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Սա ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Քրիստոնյա ժողովրդավարական կուրսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նորից կրկին դարձյալ եկեղեցի իրադարձությունները շարունակում են զարգանալ, կարծես թե նոր փուլ են մտնում, ես արդեն նշեցի 3 կանոնակիրքներ, այսօր եկեղեցու դուռն է, մինչ այդ տարածված տեսանյութներ եւ այսպես շարունակ ձեր գնահատմամբ ինչ է կատարվում, այնինչ կատարվում է ավելի շատ հոգեվոր է, իրավական է, քաղաքական է, թե բոլորը միասին են, ընդհանուր առմամբ ինչ գնահատական ունեք։ Բոլորը միասին է։ Հիմքը իհարկե քաղաքական է, աշխարհաքաղաքական է նաեւ, եթե մեր եկեղեցու ղեկավար դասի վարքագիծը նայենք, դրանից բխում է մնացածը հոգեվոր, բարոյական, ինչ կուզեք, սոցիալ հոգեբանական, ամեն ինչ էլ կան։ Եվ եթե պրոցեսը երկար ձգձգվեց, այսպիսի բաներ շատ կլինեն, դուռ փակել, բացել, փական փոխել, բան եւ այլն, դες մանր մուներ բաներ։ Ներ եկեղեցին մեզ որպես ժողովուրդ եւ պետություն շտաբ պետք է, որտեղ մենք բարքերի անկում ունենք, բարոյական բազմաթիվ հարցեր կա, որտի քննվի, հոգեբանական պրոբլեմներ կա, սրանց լուծում տվողը մեր եկեղեցին է, արագ պիտի այս հարցը լուծվի։ Դե ինչու, որտեվ ցավալի բան է իհարկե, որ մենք եկել ենք որպես ժողովուրդ եւ պետություն, բախվել ենք, կամ իրենք են բախվել մեր հոգեվոր դասի մի հատվածին, որը ամենառեակցիոնն է, պարզվում է, երևի ռուսական ռևանշիզմի վերջին հոգևոր պատվարն է, որ մենք ուզում ենք քանդենք, ամենամոբիլիզացվածը, ամենառեակցիոնը, ամենահետադիմականը, մեր եկեղեցու բարձունքում հեծնած հոգևոր դասն է։ Հիմա իրար հետ կռիվ է, որ լավ բան չի։ Բայց սա ինչից է, սա հիմք ունի։ Այս հարցերը ոչ կրոնագետները պետք է քննարկեն, դա իրանց գիտելիքի հարցը չի։ Ոչ էլ ուրիշ որևէ մեկ է, սա քաղաքական հարց է։ Քաղաքական հարց է։ Հիմքը որտեղից սկսվեց։ Հիմքը արդյոք 2021 թվականներ, երբ որ կաթողիկոսը վերկացավ հայտարարեց, այսինքն ահանջեց վարչապետի հրաժարականը, դրա իրավունքը կար թե չկար, թե այն ժամանակ էր, երբ որ այցելեց Բելարուս, այն դեպքում, երբ որ վարչապետը հայտարարել էր, որ որևէ մեկը Հայաստանի չի գնա Բելարուս, քան այնտեղ Լուկաշենկոն է։ Դրա սկիզբը որտեղից էր։ Պատերազմից հետո, պատերազմի արդյունքից հետո եկեղեցու ղեկավար դասի որդեգրած քաղաքականության հետևանքն է սա, մնացածը դրան հետո շարունակել են, Ադրբեջանը, Ռուսաստան, Հայաստանի մարմինն էին քրքրում, սրանք էլ մեր հոգին էին քրքրում եւ իրար հետ աշխատում էին պետության դեմ եւ եկեղեցին այդ օրվանից դիրքորոշվել է, եկեղեցին չէ, եկեղեցու ղեկավար դասը դիրքորոշվել է եւ գրոհում են պետության դեմ, հավաքվել են Հայաստանի միջհեղափոխական ռուսական անցյալի շուրջը եւ անընդհատ շուտ տափակաբանություններ են։ Այդ Բելարուսիա, հետո դրանք հետո ասել են մխտարեք, աղտոտեք, չստացվեց եկեղեցով ժողովրդին մոբիլիզացիայի ենթարկել քշել պետության դեմ, հետո սկսեց մխտարել, այսինքն դա գալիս է հետ պատերազմական մեր եկեղեցու ղեկավար դասի գործողությունների արդյունքում։ Այս մարդիկ գոնե
քրիստոնեաբար վերաբերվեին իրենց ժողովրդին, իրենց պետությանը, կարեկցանքով վերաբերվեին պատերազմից հետո տագնապի մեջ ապրող մի ամբողջ պետության եւ ժողովրդի, որը ելի արտաքին ագրեսիայի վտանգի տակ էր, սկսեցին բաներ արտադրել, քաղաքական գործիչներ շպրտել փողոց, չէ՞, սարեցնել, հալեցնել, մի հոգեվորական կա, որը հեղաշրջման կոչեր անելու մեջ էր մեղադրվում։ Դուք այդ մարդու խոսածը լսել եք, իմեք ինչ էր ասում, եթե Աստված մեր հետ է, ով կարող է լինել մեր դեմ։ Իտալական մաֆիայի վերաբերյալ ֆիլմերից վերցրած նախադասություն է։ Այսինքն սրա աշխարհած if անգլերեն ասեմ, if God before us, who can be against us, վերցրել է, թարգմանել է այս մարդը, գողական չի, փողոցային մտածողությամբ, ոչ կրոնագիտության հետ կապ ունեն, ոչ եկեղեցու պատմության հետ։ Այն մեկը եսի ինչեր է անում, խմբեր է հավաքել, տենց գերոհել են պետության դեմ, բայց իրենք արել են այն ժամանակ եւ հաջողության հույս ունեն, երբ որ Հայաստանի Հանրապետություն թուլացած էր։ Եվ իրենք այդ մարմինը քրքրում են, պետությունը կազդուրվել է, հետ եկել պահանջում է, մեկ էլ բացատրություն տվեք, ինչ եք ուզում։ Բայց դրա համար հասունացել է այս process-ը, բայց մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է, որ այս հարցը արագ լուծվի։ Եվ այստեղ մեր եկեղեցու հոգևոր խորհուրդը, ովքեր որ այս մարդուն կաթողիկոս են սարքել, այս շարը գցել են իր վրա, կաթողիկոս։ Բայց կաթողիկոս սարքել են, չէ՞ իրեն։ Այդ հոգևոր խորհուրդն է, չէ՞ իրեն ընտրել կաթողիկոս։ Իրենք չգիտեին, որ այդ մարդը չէր կարող։ Հոգևոր խորհուրդը, որի մեջ եղել են նաև աշխարհիկ մարդիկ, չէ՞ որոնք ընտրել են, որ այսօր պահում են այս մարդուն։ Բան չունեք ասելու։ Դուք եք այս մարդուն, որը իրավունք չուներ կաթողիկոս դառնալու, սարքել եք կաթողիկոս։ Բացատրություն ունեք, թե չունեք։ Եթե ինքը այս մարդը մեր եկեղեցու դավանանք ամեն ինչ փչացնում է, դուք էլ եք արել, դուք էլ եք հանցակից եք, դուք եք սարքել իրեն։ Իր համար մարդը էլի Կատիշ Ներսիսյանն է, սարքել եք կաթողիկոս։ Բայց իրենց դրել շլանգի տեղ։ Իրենք ոնց որ չկան այդ process-ի մեջ բան։ Հիմա բան ասելու եք, թե չէ, հոգևոր խորհուրդ, բան ասելու եք, թե չէ դուք։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցու ղեկավար դասը փչացել է ուղեղով, հոգիներով, բարոյականությամբ։ Եվ այստեղ նայեք, այդ հուզականությունը ոչ մեկ չբոբորի եկեղեցին, բան, ինչ ուզում է լինի, Հայաստանում նայեք, պետությունը շրջանցելու մշակույթ կա, եւ մենք սա պետք է հաղթահարենք, դրված է ինչ-որ բաների գերակայություն, եկեղեցու գերակայություն, սիմվոլները սեն առաջնայինը, ավանդույթը, ոչ մի բան էլ առաջնայինը չի, առաջնայինը պետությունն է, բայց այդ ավանդույթը կա, պետությունը շրջանցել, սա պետք է վերացվի այս ավանդույթը, եթե մեզ մոտ այդ գիտակցությունը գա, որ առաջնայինը պետություն է, եկեղեցի բոլոր հարցերը արագ կլուծվի, բայց մեզ ինչ է պետք, մենք մեր ժողովրդին հոգևոր վերածնունդ է պետք է այդ հոգևոր վերածնունդը, եւ նայեք մեր եկեղեցին հավանաբար եթե միակը չէ, ենթադրում եմ գլխավորապես ամենակարևոր ինստիտուտներից է, որ արագ մոբիլիզացնելու ունակություն ունի, պոտենցիալ ունի։ Հիմա եթե մենք այս ժառանգությունը, այս մեր ունեցվածքը թողում ենք սրանց ձեռը, ինչ է լինում։ Դա համար մեզ պետք է շտապ է պետք, մեր եկեղեցին շտապ պետք է, մենք բարոյական հոգևոր վերածննդի կարիք ունենք։ Եվ դա մեզ տվողը մեր եկեղեցին է։ Դա ինչ ասեմ, այս մարդը գնալու է ինչ ուզում է թողանի։ Ինքը պարզապես հավանաբար որոշել է վերջի վատությունը լան։ Ինչքան հնարավոր է եկեղեցին բարոյազերկեմ նոր գնա, մեծ է արած։ Դուք ասում եք, թե պետությունը կազդուրվել է եւ եկել պահանջում է թե այս ինչ եք անում, բայց մյուս կողմից էլ նայեք, մյուս կողմն էլ ասում է դուք միջամտում եք եկեղեցու ներեկեղեցական հարցերին, եկեղեցու գործերին, որի իրավունքը չունեք։ Պետությունը ինչ որ բան անում է ձեր կարծիքով, որ միջամտություն կարելի է համարել եկեղեցու գործերին։ Նայեք, եթե պետությունը չմիջամտեր, այդ կլիներ սխալ։ Որտեվ նայեք, բաներ կա, պետք է նկատի ունենք։ Մենք օրինակ ունենք հոգևոր անվտանգության խնդիր։ Ունենք թե մերը մենակ պարենայինը եւ ռազմական կուշտ ուտեմ, մեկ էլ հանկարծ վրեժ չհարցակվեն։ Դա է անվտանգություն, դա հոգևոր անվտանգություններ կա, բայց դա ով է ապահովում։ Հիմա երբ պետությունը չունի պարտականություն, հələ իրավունքը թողենք, պարտականություն չունի ժողովրդի հոգևոր անվտանգությունը ապահով։ Բայց դա գլխավոր ինստիտուտը մեր եկեղեցին է, չէ՞։ Այսինքն ինչ է նշանակում։ Իր ամեն մեկը իր համար բան է հնարել, բան է գրած, եկեղեցի պետությունը անջատ են։ Ու տափակ խոսում են։ Անջատ ես հարց եմ, ինչ է նշանակում որ անջատ են։ Հայաստանի Հանրապետությունում կա ոլորտ, որտեղ պետությունը ինքնիշխան չի։ Կա այդպիսի ոլորտ։ Չկա, պետությունը իր տարածքում ինքնիշխան է, եկեղեցի չլինի, ինչ ուզում է լինի, ամենտեղ կարող է մտնել։ Հասկանալի է, հարցն այն է, որ
այնքանով կարող է մտնել, որքանով դա տեղավորում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, օրենքների, շրջանակների մեջ, բայց ինչ վերաբերում է էթիկական հարցերին, եկեղեցական հարցերին, ասում են, այստեղ դուք իրավունք չունեք միջամտելու, ասում մենք այդ կուսակրոնության ուխտը խախտում ենք, չենք խախտում, Աստծո առաջ մեղք գործում ենք, չեք մորցում, ձեր ինչ գործն է, այդպես է, չէ՞ մոտավորապես ասում։ Իրենք եկեղեցին սեփականաշնորհեն, իրենց գիտեն իրենց բուդկեն է։ Այդ եկեղեցին մերն է։ Մերն է, դա մեր պատմությունն է։ Իրենք մեր եկեղեցու պատմության մեջ մեծ փոքր դետալ են։ Բայց այդ եկեղեցին իրենք է, դա մերն է, դա մեր ժողովրդից, դա մեր ունեցվածքն է, դա մեր ժողովրդի ստացվածքն է, մերն է այդ եկեղեցին։ Դուք եկեղեցու բարձունքը վերցրել եք, այլասերել եք, իմ եկեղեցով քշում եք իմ դեմ։ Ու ասում եք հանկարծ իմ հետ գործ չունենաս, որովհետև տատուս հետ պայմանավորել եմ, օրենք կա, եւ այդ օրենքը իմ տատու ասածով պետք է մեկնաբանես։ Այդտենց չի։ Այդ որ գրած է որ պետությունը եկեղեցին տարանջատված են, դա չի նշանակում որ եկեղեցին պետությունից վեր է, պետության օրենսդրությունից դուրս է գործում։ Ես դիմում եմ մեր արդարադատության նախարարությանը։ Մեր եկեղեցին գրանցված է, չէ՞, Հայաստանի արդարադատության նախարարության կողմից գրանցված է։ Կանոնադրություն ունեն, չէ՞։ Վերցնում եք կանոնադրությունը կարդում եք։ Կանոնադրության կետեր են խախտել այս մարդիկ։ Դրանով գործունեությունը կասեցրեք դրանց։ Ներվերերս կերակ, ամեն մեկը գնա, գնալուց ոնց գնա, օրենքը, այս եւը, այդպես չի, կանոնադրություն կա թե չկա։ Օրինակ, եթե Հայաստանում որևէ կուսակցություն իր կանոնադրությունը խախտել, սկա պետ ռեգիստրը կարող կասեցնել, չէ՞ գործունեություն։ Դե կասեցրեք։ Բայց իրենք ինչ ուզում են ասեն, իրենք եկեղեցու գործունեություն կասեցնել։ Եկեղեցու չէ։ Եկեղեցու ղեկավար դասի, որովհետև իրենք կանոնադրություն են։ Եկեղեցու գործունեություն բնականաբար է, որ մեկը չի կարող դադարեցնել։ Իսկ ինչ ասեցեք, պրոցեսները ինչքան գնալու է, երկարում է, այնքան պրոցեսը սկսում է այլանդակվել։ Այնքան պրոցեսը սկսում է հասարականանալ, այնքան պրոցեսը սկսում է դառնալ սովորական, լավ չի։ Լավ չի, եւ բայց սրանց ուզածը ո՞րն է, ձգենք մինչեւ ընտրություն, որովհետեւ ընտրությամբ կգան արդեն բավարար պաշարով։ Ո՞րն է, 5 տարի է մեր հասարակությունը ուղեղային, տեղեկատվական, հոգեբանական գրոհի տակ է, 5 տարի է տարբեր ձևերով, կեղծ վերլուծություններով, լրատվական կայքերով մխտարում են հասարակական կյանքը եւ հասարակական գիտակցությունը, այս մեկ։ Տարբեր տեղերում համայնքապետեր ունեն, բոլորի վրա քաղաքական բանտարկելը համայնքապետ է, հələ վրան բան չկա, բայց արդեն գիտեն, որ կլինի քաղաքական բանտարկելը կպցրած է վրան։ Եկեղեցին էլ եթե հանկարծ կարողացավ եկեղեցու ղեկավար դասը հաջողացրեցին մինչև ընտրություն չփոխվելն, սա բոլորը կուտակվում է, գալու են հեղաշրջման փորձի գնան։ Այդ է նպատակները։ Լավ։ Հիմա կանք Ռուսաստանի մասին խոսեցիք, համոզված եք կամ ձեզ համար ակնհայտ է, որ այս ամեն ինչի մեջ Ռուսաստանի մատը խառն է։ Արդյոք եկեղեցին իսկապես կապված է Ռուսաստանի հոգևոր եւ քաղաքական համակարգերի հետ եւ դա ինչպես է դրսեւորվում Հայաստանի Հանրապետությունում ներսում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Ռուսնեֆրի նյուզի եթերում ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ, պարոն Սուքիասյան, մենք խոսում ենք եկեղեցու շուրջ վերջին զարգացումներից, ստացվեց այնպես, որ սկսեցինք Էջմիածնից, հասանք Մոսկվա։ Մոսկվայի մատը որքանով է խառը, որքանով է Էջմիածինը կապեր ունի Մոսկվայի քաղաքական եւ հոգևոր համակարգերի հետ, դա ինչպես է դրսևորվում։ Դե խառն է, մատով, ոտով, գլխով խառն են իրենք։ Եկ ոնց է Հայաստանի պրոբլեմները առանց Ռուսաստանի հետ քննարկում չենք հասկանա։ Այդտեղ ստացվել է մեր կյանքում։ Մենք 200 տարի է տարբեր տեղերով ռուսական մշակույթով, աշխարհայացքով, ինստիտուտներ վերցնելով Ռուսաստանը ներկա է։ Հետևաբար չենք կարող իրեն շրջանցենք։ Լավ կլինի շրջանցենք ուժները սերիկեր, բայց չենք կարող։ Բարձր որ Ռուսաստանը այստեղ կա։ Ռուսաստանը կա մեր քաղաքական դաշտում, կա մեր եկեղեցում, մեր եկեղեցին, որը աշխարհում երևի պետություն չկա, որտեղ եկեղեցի չունենանք, ասեք ինչքան պոտենցիալ ունի։ Եվ այս գլխավոր ինստիտուտը վերցրել են, մայրաթորը վերցրել, հայության ամբողջ աշխարհում կառավարում են մեր եկեղեցու միջոցով։ Այսինքն ազգային ինստիտուտ է սա, որը վերածվել է ռուսական KGB-ի որջի։ Եվ իրենք կան, բարձր ակնհայտ է որ կան։ Առանց իրենց մեր կյանքը ոնց որ դժվար է պատկերացնել։ Կգա մի օր կպատկերացնենք իհարկե, բայց ակնհայտ է որ կան, տարբեր տեղերում կան։ Իհարկե քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունները շատ է թուլացել։ Դրա համար մնացել է այս վերջի
վերջի որջը եւ դրա համար ստեղ շատ մոբիլիզացիա կա։ Մանավանդ ինքն էլ մի քիչ բարոյական հոգեվոր կյանքին կապված բան է, մի քիչ այտենց հոգիների հետ կապված բան է, մարդկանց շատ են քրքրում էլի, բայց կա Ռուսաստանը կա բան։ Ամեն դեպքում այդ հյուսային ազդեցությունը գնալով ավելի շատանալու է, ունեք նման կանխատեսում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին։ Այո, շատանալու է եւ նայեք, գիտեք ոնց է, եթե մենք կարողացանք եկեղեցին ազատագրել, որտեւ ինքը գերության մեջ է, 200 տարվա գերության մեջ է մեր եկեղեցին, ինչ օրին ասած բել են մեր եկեղեցու գլխին նաեւ սրանք, որ լավ բան չի։ Եթե կարողացանք անել, ապա մենք մեր ընտրություններում կգնանք շատ ավելի կազմակերպված, շատ ավելի հանգիստ եւ շատ ավելի վերահսկելի կյանքով եւ գործընթացներով։ Բայց դա տեղի չունեցա, հազար ու մի այլանդակություն կարող լինի։ Եվ իրենք ձգելու են, մխտարելու են, հազար ու մի բաներ են անելու։ Եվ այստեղ իշխանությունն էլ, չգիտեմ, այդ հովանավանքում ինչ-որ բաներ անել, մանել, իրենք իշխանությունն էլ կգնա sense մաներ բաներով, sense հարցեր լուծելով, ինքը կգնա մեծ խնդիրներ կդառնա։ Դրա համար այդ բաները չի կարելի։ Մանավանդ ասենք այդ հոգեվորականի հետ կապված ինչ ասես կա, կադիրով, մադիրով, չխոսում եմ։ Ասենք նայեք, մենք կրթության հարց ունենք, մեր հոգեվորականն էլ կրթության հարց ունի։ Նայեք, քրիստոնեությունը դեմոկրատական կրոն է։ Դեմոկրատական է։ Եվ մեր եկեղեցին էլ բայց մեր եկեղեցին էլ դեմոկրատական ինստիտուտ է։ Մենք կաթողիկոսին ընտրում ենք, չէ՞։ Դե իսկական դեմոկրատական ինստիտուտ։ Ուզում եք ընտրություն սովորեք ոնց են ընտրություն անում։ Նայեք մեր եկեղեցին, այս նրանց արածը չէ։ Օրինակ մինչև ցեղասպանություն շատ ավելի մեծ քաղաքացիական ներգրավումով է կաթողիկոսը ընտրվել։ Իսկական դեմոկրատական ինստիտուտ է մեր եկեղեցին։ Պարզապես դե բաներ կա, նայեք, եւ ամենաազատ եկեղեցիներից մեկն է։ Նայեք, եթե միջնադարը վերցնենք, կաթոլիկ եկեղեցին, ասենք վերցնենք Եվրոպան, չէ, ինկվիզիցիա է, չէ, ունեցել, ինքը դաժան է մի քիչ եղել։ Մեր եկեղեցին աշխարհում միակ եկեղեցին, որ ինկվիզիցիա չի ունեցել, ինքը շատ ազատական եկեղեցի է, շատ, եւ դեմոկրատական, ներքին դեմոկրատիա ունի։ Եվ քրիստոնեությունն ինքը դեմոկրատական կրոն է։ Ինչ է խոսում այս մարդը։ Այսինքն, ուրեմն կրթության ինքը լավ չգիտի քրիստոնեությունը, լավ չգիտի կրթության հարցել կա, բայց ասենք հիմա ասենք մանր մուներ բաներ ամեն մեկը բան խոսի, ինքը բանը դառնալու։ Արագ գրողով պետք է եկեղեցին վերցնենք։ Խոսելով դրսի ազդեցության մասին, կարծես թե դա ոչ միայն մեր երկրին է, թեև մեր երկրում կարծես թե ավելի շատ է, բայց հատկապես նախընտրական շրջաններում այդ դրսի ազդեցության հարցը կա եւ այդ ազդեցության դեմ պայքարելու մեխանիզմներ գտնելու, բանաձևեր գտնելու խնդիրը կա։ Ինչ պետք է անի Հայաստանի պետությունը, իշխանություններն ինչ պիտի անեն։ Ես հիշեցի, որ Փարիզում այդ խաղաղության խորհրդաժողովի ժամանակ վարչապետը հանդիպել է Սանդուի հետ, Մոլդովայի փորձն ինչպիսին է, գուցե Մոլդովան իր փորձառությունն է փոխանցել Հայաստանին, ինչ է պետք անել։ Նախ իրավական պետության բոլոր մեխանիզմները պետք է լավ աշխատեն, ոչ թե արդարացումը պետք է աշխատի ընդհատումներով, որտեղ որ ռևանշիզմի, որջի, հակապետական, հակահեղափոխության որջի հնարավորություն կա, տեղում պետք է դա կասեցվի։ Հիմա այս համայնքապետեր բան են, մի համայնքապետին ասում են 6 տարի դատապարտվել ես իմ քանի տարի, բայց հենց պետք է հարցնենք քանի տարի է նստելու։ Եթե դատը 6 տարի է ձգվում էր, 6 տարի էլ տվել եք, ուրեմն չի նստելու։ Մի հատ հələ մեր արդարադատությունը պետք է մի քիչ մարդավարի խոսակ, էլի դուք։ Այդ հայկական չինովնիկի մուտիլովկե քտակից ֆրցնելով չի։ Այն էլ հերոսաբար եկել է։ Եթե 2 ամիս է նստելու, որպես հերոս դուս է գալու։ Մի հատ հələ հասենք տենա քանի տարի է դատում եք, հանելու եք տակից։ Բայց ամեն դեպքում ես ենթադրում եմ, ես ինչու ես համայնքապետերի հետ կապված արագ արդարադատություն սկսեց աշխատել, հավանաբար երևի մտածել են հեղաշրջման վտանգ կա, որտեղ ընդհանրապես նայեք, ամենակարևոր տեղերը համայնքներն են, վերևը չի, համայնքներն են։ Դեմոկրատիան էլ վերևը չի, դեմոկրատական ուզում եք դառնանք, համայնքներից պետք է սկսեք, ներքևից է դեմոկրատիան։ Հավանաբար սրանք այդպիսի բան են մտածել, դրա համար արդարադատությունը աշխատել է։ Բոլոր եկեղեցի հարցը պետք է լուծվի, այս համայնքներում պետք է այս հարցերը լուծվի եւ ինչ ասեմ, պետությունը անընդհատ եւ ժողովուրդը անընդհատ պետք է թեքեն դեմոկրատիայի եւ իրավական պետության մշակույթի ճանապարհով։ Մնացածը դե գրոնել անընդհատ լինելու են, բայց ինձ թվում է նայեք, մենք այդ
ահագնացող վտանգը հաղթահարել ենք։ Հիմա պետությունը բավականին կազդուրվել է։ Արտաքին ագրեսիայի վտանգ չունի, չկա արտաքին ագրեսիա։ Մնում է մենք ներսից մի քիչ կարգավորվենք, էլի էս է խնդրեմ։ Ներսին էս խարխափումներով է, ասես երկար է, ներվեր ուտելով է։ Այս է դժվար, որտեվ այս ընթացքում ամեն դեպքում իշխանությունը պետք է իմանա, այդպես մեծ չխոսան, էլի, այս բանը, ասենք 150%-ով ընտրվել է, մտենց չի։ Բաներ կա, պետք է այդ դեգիտիմությունից տարել են անընդհատ, տարել են, մեծ մի խոսեք։ Աշխատեք շատ, բայց այտենց բանով չի, էլի, ես մոտենամ ընտրության, բա որ մոտեցակ ընտրության ժամանակ հանելու չստացվեց։ Դա համար արագ հարցը պետք է փակվի։ Եթե մենք ներսում կարգավորվենք, ապա ազդեցության հնարավորությունները կթույլ առան։ Իսկ Մոլդովան դա գիտեք ոնց է։ Մոլդովայից էլ սով, մի քիչ թող իրենք մեզից սովորեն, էլի։ Պարտադիր է մենք իրեն։ Մենք մեր առաջին հանրապետության փորձից պետք է սովորենք։ Մենք մեզից պետք է սովորենք։ Մենք պայքարելու համատեղ։ Չէ, մենք նայեք, մենք էդ էլ սովորենք, բայց մեզից էլ պետք է սովորենք։ Մեր առաջին հանրապետությունը մենք ենք փլցրել։ Մենք որպես ժողովուրդ փլցրել ենք մեր պետությունը։ Ինչի՞։ Որովհետև պետությունը չկարողացավ ներքին հայ բոլշևիկների դեմ պայքարի, չկարողացավ։ Մենք ենք փլցել, արտաքին ագրեսիայով չի փլվել մեր պետությունը։ Հետի սա շարերը գցած է, սովետական պատմաշինարանները, ով ինչ ասես գրել է։ Սա սուտ։ Մենք ենք փլցրել։ Հիմա նույնը սա պետք է լինի, պետք է իմանաք, որ չեք կարող լինել շատ մեղմ, չեք կարող լինել օրենքը տենց 47 ձևի հասկանաք, բացատրեք, այդպես չի, ներքին պետք է լինի խիստ իրավական պետության մեխանիզմներով, որովհետև ենք չափավորված լինեն։ Եթե դա լինի, ինձ թվում է մենք հաջողություն կունենանք։ Իսկ հիմա ընդհանուր առմամբ մի փոքր շոշափեցինք ներքաղաքական դաշտում ինչ է կատարվում, իշխանական դաշտում եւ ընդդիմադիր դաշտում։ Իշխանությունը արդեն նախընտրական շտաբի պետ է ընտրել, պետի տեղակալ է ընտրել, արդեն սկսել են նախընտրական համամասնական ցուցակի կազմման նախապատրաստական աշխատանքները։ Սա ինչ է, ձեր ասած վստահությունն է, թե մի քիչ չեն շտապում, թե ժամանակն է, ընդհանրապես ինչ դիտարկում ունեք սրա հետ կապված, իշխանության դաշտում։ Դե կարող է արդեն պատրաստում են եւ դա նորմալ է թող պատրաստվեն։ Նոր մշակույթ են հավանաբար ուզում ներդնեն արևմտյան մշակույթ համամասնական ցուցակները կազմելու, էլի ված չի, բաց է, դեմոկրատական է, գովելի է, թող լինի այդ մշակույթը։ Ու ինչ է անում իշխանությունը պետական կառավարմամբ է զբաղված, նաեւ զուգահեռաբար ընտրություններին է պատրաստվում։ Ռևանշիստները ընդդիմություն չէ։ Մեզ մոտ 3 թև կա. իշխանություն, ընդդիմություն, ռևանշիզմ։ Ռևանշիստները մոբիլիզացել են եկեղեցու շուրջ, դրանով են գրոհում հերոսներով, բանով, վերադարձած հերոսով, հերոսի հերոսով։ Մենք էլ որպես ընդդիմություն, մենք էլ ենք պատրաստվում։ Նայած ով առաջինն է սկսել էլի։ Թող գա process-ները մի քիչ մոտենանք հասկանանք։ Եթե եկեղեցու հարցը արագ չի լուծվում, գնում է մանր-մուներ հարցերի այլանդակություններ մանր-մուներ իշխանությունը մի հակաքայլ կանի, կարող է մի քիչ սխալանի, դրա վրա խնդրեմ սարքի։ Եթե լինի, ապա նկատի ունենանք, որ ռևանշիզմը մոբիլիզացվելու եւ մեծ հնարավորություն կունենա խորհրդանում հայտնվելու, իշխանություն չդառնալու, խորհրդանում հայտնվելու։ Իսկ եթե իշխանությունը կարողանա այս հարցը լուծել, ապա այստեղ արդեն ընդդիմությունը, մենք որպես ընդդիմություն, մենք հնարավորություն կունենանք սրանց գրողը կասեցնելու եւ գնալ խորհրդան։ Ինչ ասեմ, process է, եւ այս ամենը արծվի հայացքով արտաքին աշխարհի մոտ ԱՄՆ-ն է հետևում։ Այդ նախագահ ինչ է Հայաստան-Ամերիկա ռազմավարական պայմանագրի մեջ գրել մի տարի, հետո կերկարացնենք։ Մի հատ ուզում եմ տենան մենք որպես ժողովուրդ մի անգամ մեր պետության տերելելու ենք, թե չէ, այս մեկ, իրենք այս պայմանն են դրել, Ռուսաստանը հետևում է ոնց անի մխտարի, փլցնելու գործընթացներով, ուժը հերիք չի ուղիղ ագրեսիայի, Ադրբեջանի սպառնալիքը սպային կասեցված է օգոստոսի 8-ով, բայց մինչև օգոստոսի 8-ը, այս սրանք հետողորմյաներն են, նայեք, այնտեղ ապրիլի 4-ը եղել, չէ, ԱՄՆ, Բլինքեն եւ այլն, այդտեղից է հիմքը։ Իհարկե հիմքը այդտեղից չի, հիմքը ցեղասպանության ճանաչումից է։ Ստրատեգիան Հայաստանի իշխանությունով պահելու ցեղասպանության ճանաչումից է։ Դրանից հետո որոշեցին տարբեր տեղեր ինչ պետք է անեն։ Եկավ հասան օգոստոսի, այսինքն արտաքին վտանգը չկա, ներսի ախտեղություններն են։ Դրանք ինչ անենք, ախտեղություններ անենք։ Պրոբլեմները կա, հեսա նորից գալու է այս բան օրիենտացիաների բան, ամեն մեկը մի բան գրկած, ռուսամետ, արևմետ, մտցնում են այս սխեմաների մեջ, ասում են դե մտածի։ Սրանց չի լուն բացատրել, հա, դա սխալ է օրիենտացիոն մտած, սխեմա է։ Մտածի, եթե դու այս սխեմայի մեջ չես մտածում, դու հակահայ ես։ Ուրեմն այս ազգային հայ կողը անպայմանորեն մեկը պետք է լինի։
Ռևանշիստների ազգային հայկո ռուսը պետք է լինի։ Այն մեկի ազգային, եթե հետ այդ մարդ չկա, դու ազգային ես։ Եվ սա վատ է, սա էսել է գալու։ Մենք պետք է կարողանանք ջարդել սա, նորմալ քաղաքականությամբ զբաղվենք։ Դե մի խոսքով ամեն մեկը պատասխան կհասնենք ընդդիմությունների կհասկանանք։ Բայց դուք բաժանեցիք 3 մասի, հա, իշխանություն, ընդդիմություն եւ ռևանշիստներ, ես այդ երրորդին էլ ձեր թույլտվությամբ ասեմ, ընդդիմություն այդտեղ էլ, բայց կարծես թե համախոհություն չկա, չէ՞։ Մի թիմը ասում է, չգիտեմ, մաքուր ձեռքերով թիմ ենք հավաքելու, կարծես թե դիստանցավորվել մյուսներից։ Այն մյուսն ասում է մենք դեռ ընտրությունների մասին չէ, բայց իմպիչմենտի գործընթաց, իմպիչմենտի մեջ վարչապետի տեխնացուն կալանավորված է, բայց մենք մեր օրակարգի եւ տեխնացուին չենք փոխի, բան եւ այլն։ Ինչ որ բյուրեղացման միավորվելու բաներ կան, թե էլի այսպես էլ շարունակվելու է։ Այո, ոնց է։ Սեպարատ տպավորություն է գործընթացներ են, բայց վերջում Կիրիենկոն ոնց կասի, տենց էլ անելու են։ Ասի կմիավորվեն։ Այսինքն դա իրենք կախյալ ինքնությամբ, կախյալ հոգեբանական, կախյալ քաղաքական ինքնությամբ ուժեր են։ Պարզապես, քանի որ մի մասը շատ է վարկաբեկված, որպեսզի այս մեկը շատ չվարկաբեկվի, պարզ է, որ պետք է ներկանա ինքնուրույն, որտեղ եթե դուք ուզում եք վարկաբեկվեք, նախկին նախագահներից մեկին ասեք, թող ձեզ գովա։ Մի անգամից կվարկաբեկվեք, կպրծեք։ Այսինքն, եթե անունը կպած է, վարկաբեկված ես։ Հիմա դրա համար պարզ է, որ ձևական ինքնուրույնություն պետք է ցույց տան։ Մենք չենք միանալու, սուտ է խոսում։ Այդ որ այրանց ասելով չի, իրենց ոնց կասեն, պետք լինի կմիանա, պետք ինչ չեմ նայած Ռուսաստանից Կիրիենկոն ոնց է որոշելու, էլի։ Բայց դե հա, սրանք բաներ են, պետք է նկատի ունենանք, որ սրանք ռեսուրս չեն խնայում, ոչ մի բան չեն խնայում։ Այսինքն սրանք շատ փող ունեն, անընդհատ նոր ուժեր են գեներացնելու, արևմտյան աշխարհայացքով ռուսական ԿԳԲ ներկայանալու, դա լինելու են էլի տարբեր մաքուր դեմքեր, բան, տենց բիզնեսից, հա, ոչ ձեռքերն են մաքուր, ոչ ուղեղները, ոչ էլ հոգիները։ Ռուսական ինքնությամբ մարդիկ են, ցավալի բան է, որտեղ այստեղ խնդրեմ կա։ Երևի ռուսա մտածողությունը մեր ազգային մտածողության բաղադրիչ է դարել, եւ սա լավ բան չի, լավ բան չի։ Մտազգային մտածողության ձև է դա։ Եվ այս հատվածը դրա վրա աշխատում է եւ կա մեր հասարակության մեջ կա հատված, որը դրանց ընտրում է եւ սա լավ բան չի եւ ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին։ Դուք ինչպես եք գնացել կամ վաղը մյուս օր գնալու հանկարծ Աստվածչան։ 30% դուք հակապետական ուժ եք մտցել։ Ինչի համար։ Ինքներդ ձեր դեմ ինքներդ ձեր դեմ։ Մեր ժողովուրդը պետք է իմանա մի բան, եթե դուք իմ դեմ եք, դուք իմ դեմ չեք կարող ձեր երեխային վարի տակ, չեք կարող, որովհետև դուք իմ դեմ չեք կարող ձեր պետությունը փլցնել։ Դեմ եք, ինչ ուզում եք, բայց դուք ձայն եք տալիս հակապետական ուժերին։ Սա մեր ժողովրդի մի հատվածը պետք է իմանա։ Դուք պետք է վերադառնաք հայկական ինքնության։ Հայաստանի դուք պետք է մտածեք սուվերենիտետով, ինքնիշխանության, ովքեր են դնում եք, չափում եք, սուվերենիտետը դնում եք, այդ ոսպնյակով նայում եք, երևում է, այս մեկը այս սուվերենիտետի դեմ է, վերջ չեք ընտրում, մնացածի մեջ ում ուզում եք ընտրեք, էլի։ Ինչ ասեմ, պրոցեսներ են կգան հələ շատ բաներ կբյուրեղանա, շատ պրոցեսներ կլինեն, շատ կարևոր հարց է կերկրում եկեղեցու ղեկավար դասի փոփոխության հարցը։ Եվ ես էլի եմ ասում, այստեղ հոգևոր խորհուրդը, հոգևոր ղեկավար դասը բան ունի ասելու։ Դուք ամբողջ շարը չկցեք մեր վրա, ամբողջ շարը։ Դուք եք սրան սարքել կաթողիկոս։ Եկեք պատասխանատվություն կրեք միակ։ Դու կարող եք ասենք մի հատ կաթողիկոսի համար այս եկեղեցու հեղինակությունը վարի տակ։ Այսինքն դուք չեք ուզում ապրել, այս եկեղեցին հազարամյակների համար է, որ մի օրվա համար չի։ Բան չունեք ասելու։ Այս մարդը արդեն ինքը նույնիսկ եթե ամեն ինչ սուրբել է, ինչ էլ ինքը մեկը հեղինակազրկված է։ Դուք դի եկեղեցու հեղինակությունը փրկեք։ Եթե մենք սա կանենք, մենք շատ ավելի կազմակերպված եւ բարձր մտածողությամբ, չգիտեմ, իրավական բարձր մշակույթով գնանք ընտրությունների։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Եկեղեցին կառուցվում է քարերով, կանգուն է մնում քարերով, բայց ապրում է հավատով եւ եթե հավատն է դառնում քաղաքական խաչմերուկ, դրանից վտանգ է սպառնում եւ եկեղեցուն, հավատին, պետությանը, հանրային համերաշխությանը, խաղաղությանը, չգիտեմ ինչին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։